Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալն այսօր դարձել է այնպիսի նախագիծ, որը պարզապես դիտվող պատմություն չէ, այն մի ամբողջ աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր կերպար ապրում է իր ցավով, իր գաղտնիքներով ու իր ընտրությամբ։ Սերիալը վաղուց անցել է սովորական դրամայի սահմանները և վերածվել է հոգեբանական, ընտանեկան և նույնիսկ սոցիալական բարդ պատմության։ Այնինչ հիմա տեղի է ունենում սյուժեում, կարելի է անվանել կուտակված բոլոր լարվածությունների պայթյուն։ Պատմության կենտրոնում շարունակում է մնալ Նարեն, նրա կերպարը ամենամեծ զարգացումն ապրածներից է։ Սկզբում նա ավելի խոցելի, ավելի լուռ, ավելի ենթարկվող էր, բայց հիմա մենք տեսնում ենք մի կնոջ, ով նույնիսկ լինելով ամենածանր վիճակում, շարունակում է պայքարել, նրա հղիությունը սերիալում դարձել է խորհրդանշական, դա ոչ միայն երեխա է, այլ նոր սկիզբ, հնարավորություն կոտրելու տարիների ատելությունը։ Բայց այդ հույսը ամեն վայրկյան վտանգի տակ է։ Հիվանդանոցում նրա գտնվելը, շարունակվող ստուգումները, բժիշկների անորոշ խոսքերը, այս բոլորը ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ փոքր, լավ լուրը կարող է դառնալ մեծ հաղթանակ, իսկ վատը անդառնալի կորուստ։ Հայկի կերպարը հիմա ամենաբարդ ներքին ճգնաժամն է ապրում, նա մի մարդ է, ով ամբողջ կյանքում առաջնորդվել է իր ցավով ու արդարության զգացումով, բայց հիմա այդ նույն արդարությունը բախվում է սիրուն։ Նա սիրում է Նարեին, բայց չի կարող մոռանալ, որ հենց Նարեի հայրն է սպանել իր հորը։ Եվ հիմա, երբ նա իմանում է, որ պատրաստվում է հայր դառնալ, նրա ներսում սկսվում է իրական պատերազմ։ Նա չի կարող հեշտ ընտրություն անել, նրա յուրաքանչյուր քայլը կարող է որոշել մի քանի մարդկանց ճակատագիր։ Այդ պատճառով էլ նրա չգիտեմը, նրա տատանումը իրականում շատ բնական է։ Սաքոյի կերպարը շարունակում է մնալ ողբերգական։ Նա այն մարդն է, ում անցյալը վերադարձել է ու այլևս հանգիստ չի տալիս։ Նրա հոգեկան վիճակը գնալով վատանում է և այստեղ մեծ դեր ունի Արմոն։ Արմոն, կարելի է ասել, դարձել է սերիալի ամենավտանգավոր ուժը։ Նա այլևս պարզապես հակառակորդ չէ, նա մարդ է, ով կարողանում է մտածել մի քանի քայլ առաջ, խաղալ մարդկանց հոգեբանության վրա, օգտագործել նրանց վախերը։ Դեղերի հետ կապված նրա գործողությունները ցույց են տալիս, որ նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե հասնի իր նպատակին։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նա արդեն դուրս է եկել ստվերից։ Նա բացահայտ հակադրվում է Սաքոյին, վերահսկում է իրավիճակը, փորձում տիրանալ ոչ միայն մարդկանց, այլ նաև նյութական արժեքներին։ Եթե իսկապես պարզվի, որ նա վերցրել է Սաքոյի ունեցվածքը, դա կլինի նրա ամենամեծ հաղթանակը, բայց նաև ամենամեծ ռիսկը, քանի որ նման բարձր կետից ընկնելը միշտ ավելի ցավոտ է։ Վռամի կերպարն այս ընթացքում մեծ փոփոխության է ենթարկվում, նա սկսում է տեսնել իր հոր իրական դեմքը, հասկանալ, որ այն մարդը, ում նա հարգում էր, իրականում ունի մութ անցյալ։ Սա նրա համար շատ ծանր է և նա դեռ փորձում է ընդունել այդ ճշմարտությունը։ Սոնան շարունակում է մնալ այն կերպարը, ով պահում է մարդկային կողմն այս պատմության մեջ։ Նա չի կորցնում իր զգացմունքները, իր կապերը, իր հավատը մարդկանց նկատմամբ։ Նրա և Հայկի միջև կապը ևս ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ թշնամանքի մեջ կարող են մնալ մարդկային հարաբերություններ։ Լալայի գիծը, ինչպես միշտ, լի է ցավով, բայց նաև հույսով։ Նրա պայքարն իր երեխաների համար սերիալի ամենահուզիչ պատմություններից է։ Նա տեսնում է իր որդուն, բայց չի կարող մոտենալ։ Սա այնպիսի հոգեբանական ծանրություն է, որ քչերը կարող են դիմանալ, բայց նա ընտրում է սպասել։ Իհարկե, նրան օգնում է Աբոն, ինչպես նա խոստովանում է, այս անգամ էլ հայտնվեց Աբոն ու նա կարողացավ սխալ քայլից հետ կանգնել։ Նա կուրորեն վստահում և հավանաբար նաև սիրում է Աբոյին։ Աբոյի կերպարն այնպիսին է, որ փորձում է պահպանել հավասարակշռությունը։ Նա հասկանում է իրավիճակի լրջությունը և փորձում կանխել սխալ քայլերը։ Այս պահին սերիալում ամեն ինչ գնում է դեպի մեծ հանգուցալուծում։ Բոլոր գծերը մոտենում են իրար։ Նարեի երեխայի ճակատագիրը, Հայկի ընտրությունը, Սաքոյի մեղքերի բացահայտումը, Արմոյի խաղի վերջնական փուլը և ամենակարևոր հարցերը մնում են բաց։ Կփրկվի արդյոք Նարեի երեխան, կների Հայկը, կպատժվի Արմոն և կկարողանա Սաքոն ընդունել իր մեղքն ու դուրս գալ այս իրավիճակից։ Հարսնաձորի լեգենդը հենց հիմա այն փուլում է, որտեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ հետ բերել։ Յուրաքանչյուր քայլ ունի հետևանք, յուրաքանչյուր խոսք կարող է փոխել
ամեն ինչ և շատ շուտով մենք կտեսնենք, թե ովքեր են պատրաստ պատասխան տալ իրենց անցյալի համար և ովքեր չեն կարողանա փրկվել այդ անցյալից։ Իսկ եթե ցանկանում եք դուք էլ լինեք առաջինը տեղեկացված բացահայտել նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին, ապա անպայման բաժանորդագրվիր մեր ալիքին և կիմանաս առաջինը, թե ինչ է կատարվում իրականում սերիալների շուրջ։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Սաքոն այս վիճակից չի կարողանում դուրս գալ ու բարձրանում է տանիքի վրա։ Հեռուստադիտողներն արդեն գուշակում են, թե ինչ է հնարավոր այդ ամենի հետևանքները լինի, բայց հուսով ենք, որ Սաքոն նման կերպ պատասխան չի տա իր արարքների համար, այլ օրենքի առաջ պատասխան կտա։ Այնուամենայնիվ, սպասենք զարգացումներին, իսկ հեռուստասերիալի ավարտին մնացել է ընդամենը հաշված սերիաներ, այնպես որ հանգուցալուծումը մոտ է և պատիժը նույնպես։